Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 43 Սաղմոս 43 Սա Տիրոջ խոսքն է, որ պիտի կարդանք Դատաստան արա ինձ ով Աստված եւ իմ իրավունքը հաստատիր անսուրբ ազգի դեմ նենգավոր եւ անիրավ մարդիցը փրկիր ինձ Որովհետև դու ես իմ զորության Աստվածը, ինչու ես ինձ դեն գծում, ինչու սգավոր գնամ ես թշնամու նեղացնելու համար, ուղարկիր քո լույսը և քո ճշմարտությունը, նրանք առաջնորդեն ինձ և տանեին ինձ դեպի քո սուրբ սարը և դեպի քո բնակարանները, և ես մտնեմ դեպի Աստծո սեղանը, իմ ուրախության և ցնծության Աստծո մոտ և գոհանամ քեզանից քնարով, ով Աստված, իմ Աստվածը, ինչու ես տրտում, ով իմ անձը, և ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունը և իմ Աստվածն է։ Աղոթենք։ Փառք քեզ մեր Տերը, որ դու մեր երեսի փրկությունն ու Աստվածն ես։ Եվ հիմա կանգնում ենք քո խոսքիդ առաջ և աղաչում ենք, որ մեզ ուսուցանես, խոսես, քաջալերես, կահավորես ամեն բարի գործերի համար, քո խոսքդ մեր սրտերի մեջ խոր ցանես և դու փառավորվես այդ խոսքիդ արդյունքով մեր կյանքերում։ Ի փառս քեզ։ Ամեն։ Այսօր Տիրոջ շնորհքով հենված Աստծո խոսքի այս բաժնին, որպես մեր բնաբան հատվածը, պիտի սերտենք, թե ինչպես պիտի վարվենք ու ինչ պիտի անենք, երբ որ որպես հավատացյալներ մեր ունեցած հավատքի համար կամ մեր ունեցած սուրբգրային կեցվածքի համար մեր հակառակորդները մեր դեմ սուտ անտեղի զրպարտություններ անեն և հալածեն ու նախատեն մեզ։ Այդ հիման վրա այսօրվա քարոզի խորագիրն է հավատացյալը հալածվելիս when the believers are persecuted Այս սաղմոսը մեզ համար Աստծո խոսքի ուղղությունը և ուսուցմունքն է տալիս և ցույց է տալիս, թե հալածվելու ընթացքում հավատացյալը ինչ պիտի անի, որպեսզի այդ իր կրած հալածանքից ապահով մնա և չարի ու չարագործների վրա հաղթություն տանի։ Հավատացյալների հալածվելու մասին խոսելիս կամ երբ որ մտածում ենք, թե այս օրերիս հավատացյալներ հալածվում են, բնականաբար մեր միտքն է գալիս մի կարգ հեթանոս կամ այլազգ և բռնադատական երկրներ, ուր այնտեղ ապրող, ծառայող հավատացյալները, ովքեր նույնիսկ մեր արդի օրերում այդպիսի տեղեր կան, իրենց ունեցած քրիստոնեական հավատքի համար, ծառայության համար կամ վկայությունների համար ծեծվում են, ձերբակալվում են, հետապնդվում են, նախատվում են, վտանգվում են, բանտարկվում են, նույնիսկ պատժվում են և երբեմն էլ մահով են պատժվում։ Թեպետ մեր առօրյա մամուլը և լրատվական միջոցները շատ հազվագյուտ են խոսում այս մասին, բայց տխուր իրականությունը այն է, որ այս օրերիս, այսօրվա մեր կյանքի ընթացքում երկրագնդի վրա քրիստոնյաների դեմ մղած հալածանքները և նախատինքները բոլոր պատմության մեջ ամենաշատն է հիմա կատարվում։ Եվ այս օրերիս շատ ավելի հավատացյալներ են նախատվում և հալածվում, քան թե երբևիցե անցյալին։ Սակայն սիրելիներ, այս հալածվող սիրելիների կողքին կա նաև մի ուրիշ տեսակ հալածանք, որ այսպես ազատ կոչված երկրներում է տեղի ունենում։ Եվ նույնիսկ քրիստոնյա պիտակված և համարված երկրներում այդ հալածանքները գործադրվում են։ Հենց մեր ապրած երկրում այստեղ ուր մարդկային ազատությունը որպես կրոն և սրբություն է պաշտվում, վայ որ եթե մեկը հանրության մեջ ճանա սուրբգրային հավատամքի հիման վրա ապրի ու Աստված մի արած, եթե հանկարծ արտահայտվի,
աշխատանոցում աստվածաշնչային սկզբունքների հիման վրա վերաբերվի, կամ մեղսալի եւ պիղծ մշակույթի եւ սովորությունների դեմ իր աստվածաշնչային համոզումները եւ արժեքները արտահայտի եւ դրանց հիման վրա որոշում կայացնի։ Այսպես սրբակյաց եւ աստվածապաշտ մտածող, խոսող, վարվող հավատացյալը վստահեցնեմ ձեզ անպայմանաբար կհալածվի, սուտ զրպարտությունների կհանդիպի, չար եւ անօրեն մարդկանց նախատինքին, չարախոսության եւ տեսակ դիվային եւ սատանայական պիղծ հալածանքների ենթակա կգտնվի։ Այսպիսի վիճակները, սիրելիներ, մտքի երևակայություններ չեն, անցյալի մեջ եղած բաներ չեն, այլ ցավոք սրտի հենց մեր ապրած քաղաքներում, մեր հաճախած դպրոցներում, համալսարաններում, մեր աշխատանոցների վայրերում, մեր գրասենյակներում ու նույնիսկ պետք է ասել մի շարք եկեղեցիներում էլ կամ եկեղեցի կոչվածների մեջ, ինչև անգամ նույնիսկ մեր ընտանիքներում, մեր սիրելիների ընթացքին, մեր սիրելիների շարքերում այսպիսի հալածանքներ տեղի են ունենում։ Սաղմոս 43-ի մեջ Սաղմոս երկողը որպես մի հավատացյալ անձ սուտ, անհիմն եւ պղծակրկիր այս չարամիտ մարդկանց կողմից հալածվում էր, նախատվում էր, հետապնդվում էր եւ այդ ընթացքում Սուրբ Հոգի Աստծուց ներշնչված նա Աստծո խոսքն է գրի առնում երկի եւ պաշտամունքի մեջ այս խոսքերը կրկնելու համար, քաջալերություն, ուսուցմունք, վարդապետություն լինելու համար։ Եվ իր կյանքի փորձառության միջոցով մեզ Աստծո ճշմարտությունն է հաղորդում, որի մասին պետք է մտածենք այսօր։ Թե հավատացյալներս ինչ անելու ենք, երբ մեր հավատքի համար հալածվենք կամ նախատվենք։ Այս Սաղմոսի մեջ Սաղմոս 2-ի ցուցաբերած ընթարարքը, his reaction, մեզ համար օրինակ է կանգնում, նաև մեզ համար ուղեցույց է, it's a guide, ուսուցմունք է, it's a teaching, it's doctrine, որին պետք է սերտենք եւ ոչ թե միայն սերտենք, հասկանանք, ըմբռնենք, այլ նաև պետք է գործադրենք մեր կյանքերում։ Ուստի այս Սաղմոսը 3 կետերի պիտի բաժանենք։ Առաջին բաժնում 1-ից 3 համարների մեջ, գոնե 3-ի առաջին մասը, Սաղմոս 2-ի խնդրանքն ենք տեսնում, we see the request, խնդրանքն ենք տեսնում։ Երկրորդ բաժնում 3-ից 4 համարների մեջ արտյունքն ենք տեսնում, այդ խնդրանքի արտյունքը պտուղն ենք տեսնում, we see the results։ Եվ երրորդ եւ վերջին կետում նրա վճռականությունը եւ վճռակամությունը, his resolve, the requests, the results and the resolve։ Նրա վճռականությունն ենք տեսնում։ Ուրեմն առաջին համարից սկսյալ առաջին բաժնի մեջ Սաղմոս երկողը հալածվելու ընթացքին իր խնդրանքը դեպի Աստծուն է բարձրացնում եւ մի քանի բաներ է խնդրում Աստծուց։ Առաջին նա ասում է. «Դատաստան արա ինձ, ով իմ Աստված, եւ իմ իրավունքը հաստատիր անսուրբ ազգի դեմ, նենգավոր եւ անիրավ մարդիցը փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ զորության Աստվածը, ինչու ես ինձ դեն գցում, ինչու սգավոր գնամ ես թշնամու նեղացնելու համար, ուղարկիր քո լույսը եւ քո ճշմարտությունը»։ Ամեն բանից առաջ նկատի առեք, որ նա Աստծուց խնդրում է, որ նա Աստծուն Աստված իրեն դատաստան անի։ Այս բառը անգլերեն թարգմանության մեջ գրված է vindicate me։ Vindicate հայերենով այսինքն ինձ ջատագով եղիր, իմ կողմս պաշտպանիր, այսինքն իմ դատս ստուգիր, իմ խնդրանքիս տես, նայիր, ամեն կողմերը քննիր, հետո քո ստուգման եւ դատավարության հիման վրա իմ անմեղությունս վավերացրու եւ հռչակիր։
Տեսեք, Սաղմոս 2-ն այս իր խնդրանքը մարդկային դատարանի առջև չի ներկայացնում։ Այլ նա ամենագետ, ամենատես, ամենասուրբ, անհանդուրժ, uncompromising, բացարձակապես ուղիղ, կատարյալապես սուրբ Աստծուն է ներկայացնում։ Եվ այսպիսի մի բան է խնդրում, այսպիսի բան խնդրել Աստծուց շատ վտանգավոր եւ վախենալի է։ Որովհետև մեկը պետք է իր անմեղությունից 100% վստահ լինի, որ ամենագետ եւ ամենասուրբ Աստծուն ասի, ինձ քննիր, ինձ ստուգիր, ես քո ամենատես ու ամենագետ ստուգման ենթական թող լինեմ, հետո պիտի անմեղ գտնվեմ, հետո իմ անմեղությունս հռչակիր։ You must be really sure of yourself. Սա նշանակում է, որ Սաղմոս 2-ն թեպետ ահավոր հալածանք էր կրում եւ չար մարդիկ ահավոր նեղության նախատինքի էին մատնել նրան, բայց այդ բոլոր հանդերձ նա ոչ իր մտադրությամբ, ոչ իր խոսքերով, ոչ էլ իր արարքներով որևէ մեղ կամ հանցանք չէր գործել եւ ինքն անում էր դա։ Նա վստահ էր, որ ինքը անպարտ էր, ինքը անարատ էր, ինքը անմեղ էր։ Եվ այստեղ մեզ համար մեծ եւ խիստ կարեւոր դաս կա։ Ուսուցմունք կա, որ երբ որ մենք էլ հալածանքի միջովն անցնենք, երբ որ չար մարդիկ մեր դեմ անիրավություն անեն եւ մեզ նախատեն կամ սուտ զրպարտություններ խոսեն մեր մասին, նրանց նախատինքի եւ հալածանքի հետևանքով մեր կրած հալածանքը, դժվարությունը, ցավը մեզ երբեք իրավունք չի տալիս, որ մենք նույն բանը վերադարձնենք իրենց։ It does not allow you to do the same as they did unto you. Մենք նրանց նման չարությունը չարությամբ չենք վերադարձնում։ Մենք իրավունք չունենք, նույնիսկ երբ որ նախատվում ենք, նախատինքով փոխհատուցանենք։ Որովհետև այդ անելով մենք էլ հանցանք գործած կլինենք։ Ընդհակառակը մենք կանչված ենք բոլոր պարագաների մեջ, բոլոր մեր վերաբերմունքների մեջ, մեզ կանչող սրբի պես ինչ սուրբ լինենք։ Առաջին Պետրոս 1:13-ից Աստծո խոսքը հենց այս է ուսուցանում մեզ։ Տեսեք ինչ ենք կարդում, առաջին Պետրոս 1:13 Սա պատվեր է, հրաման է։ Դրա համար ձեր մտքի մեջ կգոտեպնդած, այսինքն be aware, vigilant, զարթուն, հսկող եւ զարթնացած, թառաստափած չէ, արթուն, հսկող, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը, ինչ շնորհք, մեր փրկության շնորհքին, ավետիսի շնորհքին, the grace of the gospel։ Հնազանդ որդկանց պես, չնմանելով այն ձեր տգիտության ժամանակի առաջվա ցանկություններին, այսինքն ձեր առաջվա մեղավոր կյանքին մի նմանվեք։ Այն բաները, որ ցանկանում եք դրանից առաջ անել եւ ձեզ համար հեշտ էր թվում անելը, no more, ոչ այլևս, ուրիշ բան, այլ ձեզ կանչող սրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր, ընդգծեք այդ բոլորի տակը կարմիր, ձեր բոլոր վարքերումը, ինչու, որովհետև գրված է Սուրբ եղեք, քանի ես սուրբ եմ։ Պատճառը, որ Աստծո խոսքը մեզ այս կետի մեջ այս հատուկ զգուշացումը եւ պատվերն է տալիս, այն է, որ մենք մարդ արարածներ լինելով, նույնիսկ մեր հավատքի կյանքի ընթացքին, հալածանք կրելու ընթացքում, կարելությունը ունենք, որ փորձվենք, որ մեզ համար հեշտ
եւ մեզ համար բնականon, մեզ համար մարդկային գետնի վրա հասանելի զենքերին ձեռք երկարենք, երբ որ հալածվում ենք։ Երբ որ մարդկային ձևով մեզ նախատում են, մենք հնարավորություն ունենք փորձվելու մեր առաջվա մարդկային շնչավոր ոչ աստվածահաճո վիճակին եւ այդտեղ եղող մեր ծերի տակ եղող գործիքներին դիմենք, ինչ որ մեզ համար հեշտ է գալիս, բնական է գալիս, միգուցե սուր լեզու ունենք եւ ինձ սուր լեզիով նախատողին ես էլ սուր լեզու կարող եմ գործածել, որտեվ փրկությունից առաջ իմ լեզուս շատ սուր էր։ Կամ ինձ հայհոյողին ես էլ շատ հայհոյող էի, կարող եմ ես էլ հայհոյեմ։ Կամ ինձ նախանձողին, ինձ վատ ասողին, բամբասողին, ես էլ եմ կարող շատ բաներ ասել, որտեվ ես էլ այդ փորձությունը ունեցել եմ առաջ։ Բայց ասում է այլ։ Ուրեմն հիմա ես ուրիշ բան պետք է անեմ։ Ինչ պիտի անեմ։ Ես չեմ կարող իմ առաջվա մարդկային շնչավոր անփրկյալ ցանկությունների համեմատ կամ նրանց արածի համեմատ վարվեմ։ Չեմ կարող անիրավությունը անիրավությամբ վերադարձնել ու այսպիսով մեղքի մեջ ընկնենք, որովհետև Աստծո խոսքը մեզ հրամայում է։ Պետրոս իրականության մեջ կրկնակի եւ շեշ դնելու համար Աստծո խոսքին դիմում է 5 կտակարանի մեջ հենց Յահվե Աստծո բերնից եկած խոսքը եւ կրկնում է այստեղ, որովհետեւ գրված է, երբ որ կարդում ենք գրված է, that's a double jeopardy, տեղ չունենք, կրկնակի շեշտում է դա մեզ համար։ Ինչ է գրված։ Բոլոր վարքերումը, այսինքն ամեն պարագայի տակ, առանց բացառությամբ, ամեն ժամանակ, որովե պարագայի եւ կացության մեջ, ինչ էլ որ լինի կացությունը, մենք որպես Սուրբ Աստծո զավակներ, Տեր Հիսուսի արյան արժանիքով մեր բոլոր անցյալի, ներկայի, ապագայի դատապարտությունից ազատ արձակվածներ, լվացվածներ, արդարացվածներ, Հիսուսով Աստծո աչքին սրբեր, մեր բոլոր վարքերումը մեզ կանչող Սուրբի պես պետք է մենք էլ սրբությամբ վարվենք, առանց մեղանչությամբ վարվենք, Աստծո խոսքի սկզբունքների հիման վրա քայլ առնենք։ Երբ ասում ենք սուրբ լինել, չի նշանակում այստեղ լույս կլինի եւ թևեր կունենամ եւ ինձի պիտի պաշտեն։ Դա չի սուրբ լինելու իմաստը։ Դա ծուռ է։ Երբ ասում ենք սուրբ եղեք, այսինքն մեղք մի գործեք, այսինքն ջոկված կյանք ապրեք, Աստծո ծրագիրները գործադրելու նպատակով վարվեցեք, ինչ որ պիտի անեք, ամեն քայլը, ամեն արարքը, ամեն վարմունքը պետք է Աստծո խոսքի հետ համեմատենք, թե եթե ես այս բանը պիտի ասեմ, եթե այս բանը պիտի մտածեմ, եթե այսպես պիտի ընտարարք ցույց տամ, արդյոք սա խախտում է Աստծո խոսքի որևէ սկզբում կամ ոչ։ Կամ արդյոք ես պակաս եմ գտնվում Աստծո խոսքի հնազանդությունից։ Վերջի վերջո հանցանք եւ մեղքի դասական սահմանումը այս է։ Անել այնինչ, որ Աստված արգելում է եւ չանել այնինչ, որ Աստված հրամայում է։ Այս է մեղք եւ հանցանք։ Ուրեմն, եթե ուզում ենք սուրբ լինել, ինչպես մեր Աստվածը սուրբ է, սա մեր ուսերի վրա մեծ պարտականություն է դնում, որ մենք Աստծո խոսքը լավ հասկանանք, ուղիղ սերտենք, հասկանալու ետևից լինենք եւ ուղիղ մեկնաբանենք, եւ այդ ուղիղ մեկնաբանությունը մեր կյանքի մեջ գործադրենք նամանավանդ այս պարագային, երբ որ հալածվում ենք։ Այս պահին մենք էլ պիտի կարողանանք Աստծո առաջին հանգիստ խիղճ ունենանք։ Եվ Աստծուց պիտի կարողանանք խնդրել, որ նույնիսկ հալածանքի ընթացքում անցնելիս նա մեզ քննի, նա մեզ դատաստան անի, մեր անմեղությունը վավերացնի եւ մեզ անմեղ հրճակի։
Միայն Աստծո խոսքին հենվողը կարող է այսպիսի խնդրանք անել Աստծուց, թե ոչ Աստծուց ասել, որ ինձի դատաստան արա, շատ վտանգավոր է։ Ասեմ ձեզ, հալածանք կրելու պահին անմեղության վրա հենված լինելով հանգիստ խղճից ավելի լավ զգացում գոյություն չունի։ Դու գիտես, որ սխալ չես արել, ինչ ուզում են թող ասեն, տարբերություն չի անում։ Հակառակն էլ ուղիղ է, որ մարդուս դատապարտող խիղճը նրա համար ամենամեծ եւ ահռելի տանջանքն է։ Դրա համար մեղավորները իրենց դատապարտող խղճին ճանանում են խեղդել, որպեսզի խաղաղություն գտնեն։ Հռոմեացիս 2:15-ի մեջ կարդում ենք. օրենքի գործը մարդ արարածի սրտումը գրված է նրանց խղճմտանքի վկայությունով եւ իրենց խորհուրդների իրարու հանդիմանելով կամ նրանց իրավունք տալով։ Մեր խիղճը կամ մեզ հանդիմանում է, երբ որ գիտենք, որ օրենքը խախտել ենք, կամ վավերացնում է, թե մենք ուղիղ ենք արել եւ անմեղ ենք։ Ուրեմն շատ կարևոր եւ կենտրոնական է, որ մենք անիրավություն կրած պահին չմեղանչենք, անիրավություն չանենք, այլ Աստծուց խնդրենք, որ նա մեզ ստուգման տակ պահի։ Մեր սիրտը, մեր ներքնաշխարհը Աստծո Սուրբ Հոգու առաջնորդության եւ նրա արդար եւ ուղղարար դատավարության հանձնելու ենք։ Դարձրեք Առակաց 24:29, Proverbs 24:29։ Աստծո խոսքը մեզ դեմ չարագործի նկատմամբ այսպես է պատվիրում։ Առակաց 24:29։ Մի ասել, ինչպես որ ինձ արավ, ես էլ իրեն այդպես եմ անելու, այդ մարդին հատուցանելու եմ նրա գործի համեմատ։ Don't say that. Don't even think about it. Սաղմոս երկողը նաև խնդրում է, որ Աստված նրա իրավունքը հաստատի, այսինքն նրան պաշտպան կանգնի, ասում է defend me։ Սա նշանակում է, որ նա իր վերջնական իրավասության վավերացումը Տիրոջ ձեռքերի մեջ է դնում։ Սա չի նշանակում, որ նա կրավորական դիրք է բռնում։ Doesn't mean that is passive։ Լավ, անիրավություն եղավ, կեթան կնստենք, տեսնենք ինչ է լինում։ Ոչ։ Այդ էլ չի նշանակում, հավատացյալներս կրավորներ չենք, որ միշտ մեզ երեսին ծեծեն, մեր վրայից անցնեն, հետո իրեն ցեխոտ ոտերը մեր վրա սրբեն ու մտնեն սենյակ։ Այդ է նշանակում հավատացյալներ։ Ոչ, we're not doormats. That's not what it is. Մենք ոտքի սրբիչ չենք, որ ամեն մարդ անցնի իր ցեխոտ ոտերը մեր վրա սրբի, պարզապես որտեվ քրիստոնյաներ ենք։ Մենք էլ իրավունքներ ունենք։ Բայց եւ այդ իրավունքը պաշտպան կարգուկանոն կա։ Մենք էլ ենք կարող կարգուկանոնին դիմենք եւ պիտի դիմենք, երբ որ հարկը պահանջում է։ Բայց պետք է դիմենք լավ իմանալով, որ վերջնական իրավասության հաստատությունը գալիս է Տիրոջից։ Եվ Աստված գործ է ածում բոլոր տվյալ կարգուկանոնները, մարդկային կարգուկանոնները, ներառյալ դատարանները, ներառյալ դատավորները, ներառյալ օրենքը, օրենքի պահանջը եւ վերջի վերջո ծայրագունաբար մեր դատը Աստված է նայում։ Մտահոգվելու չենք։ Նույնիսկ երբ որ այդպիսի գործընթացի միջից էլ որ անցնենք։ Եվ այս էլ մեզ համար խիստ կարևոր դաս է, որ անիրավություն զրկանք կրելու պահին մենք մեր իրավունքի հաստատման համար թեպետ կարող ենք եւ հաճախ պետք է իրավացի միջոցների եւ մարմինների դիմենք եւ պետք եղած դատական գործընթացքի հետևենք եւ մեր մարդկային իրավունքները պաշտպանելու յետևից լինենք, սակայն այս բոլորով հանդերձ, երբ որ մեր դեմ հալածանքը եւ մեր հավատքի կյանքին եւ մեր սրբակացության, հետո էլ մեր ինքնարժանության եւ մեր անձնական արժեքներին են դպչում, այն ժամանակ մեր վերջնականական հաստատման համար Աստծուն պիտի ապավինենք, որովհետև Աստված է մեր հավատքի հիմքը, նրա խոսքն է մեր հավատքի հիմքը եւ մենք նրա որդիքն ենք։ Աստված մեզ իր աչքի բիբի պես սիրում եւ պաշտպանում է։ Եվ եթե նույնիսկ
իր աստվածային հրովարտակային կամքի մեջ կա, որ մենք պետք է այդ նեղությունը եւ հալածանքը կրենք, պետք է հասկանանք, որ դրանք էլ Աստծուց կարգված են։ Աստված գործ է ածում այդ պարագաները, որ մեր հավատքի ոսկին ավելի զտի։ Դարձյալ դարձրեք առաջին Պետրոս 1:6։ 1 Peter 1:6 Աստծո խոսքն ասում է. Թեև հիմա ինչպես որ հարկը պահանջում է, մի քիչ տրտմած եք կերպ փորձանքների մեջ, որ ձեր հավատքի փորձառությունը ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում, գովության, պատիվի եւ փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Այսինքն նեղությունները եւ չար մարդկանց կողմից մեր դեմ բարձրացրած հալածանքները կամ սուտ զրպարտություններն ու վկայությունները Աստծո ձեռքի մեջ գործիքներ են, որ մեր նրա վրա ունեցած հավատքի ոսկին այդ կրականման հալածանքի հնոցից անցնելով ավելի զտվում է։ Մենք մեր կղանքից մաքրվում ենք, որի շնորհքով մենք մեր մեղսալի վիճակներից ձերբազատվում ենք եւ հալոցից անցնելու պահին, գիտեք, երբ է ոսկերիչը իմանում, որ ոսկին զտված է, երբ որ ոսկերիչը զտված ոսկու հալածը նայում է եւ իր երեսի շողարձակությունն է տեսնում, իր երեսի պատկերն է տեսնում ոսկու վրա, հայելու նման փայլում է։ Երբ որ մեր ոսկերիչը մեր հալոցին նայում է եւ տեսնում է, Հիսուսի դեմքն է երևում, ուրեմն դու մաքրվել ես, մաքրության մեջ ես։ Եվ այդ պատվական ոսկի է, 24 այար է, սուղ է, արժեքավոր է, Աստծուն փառավորող հավատքի կյանք է։ Նրա դեմքը մեր հալած ոսկու վրա Երևան է գալիս։ Սաղմոս երկողը նաև խնդրում է, որ Աստված նրան չար մարդկանցից փրկի։ Այսինքն ազատի, նրանցից հեռու ապահով եւ զերծ պահի։ Տեսեք, չար մարդիկ միշտ եղել են եւ միշտ պիտի լինեն։ Առակաց 11:5-ից սկսյալ Աստծո խոսքն այս է ասում, Proverbs 11:5 Կատարյալների ուղարարությունը նրանց ճանապարհը կուղղի, բայց անզգամը կընկնի իր անզգամությամբ, ուղիղների ուղարարությունը նրանց կազատի, բայց նենկավորները ցանկության մեջ կբռնվեն։ Նայեցեք 8-րդ համարին։ Ուղարարը նեղությունից կազատվի, բայց ամբարիշտը կգնա նրա տեղ, տեղերը կփոխվեն։ Կեղծավորը իր բերանով իր հարևանին կփչացնի, բայց ուղարարները գիտությունով կազատվեն։ Նաև քանի որ առակացի մեջ եք, դարձրեք 12-րդ գլխին, առակաց 12:7 Աստծո խոսքը այսպես է ուսուցանում, ասում է. ամբարիշտները կկործանվեն եւ կչքանան, բայց ուղարարի տունը կմնա կամ արևմտահայերենով կհաստատվի։ Երկրորդ համարի մեջ այս Սաղմոսի, կարծեք թե Սաղմոս 2-ն մի պահ Աստծո վրա կասկածանքով է ապրում, մի պահ հավատքից ետ է մնում, մի պահ վախի մեջ է բռնվում, մի պահ տրտմության քաոսի մեջ է ընկնում։ Սաղմոս 43:2-ի մեջ նա այնպես է գրում, կարծես թե Աստված նրան մերժել է։ Այնպես է զգում, կարծես թե Աստված նրան դեն է գցել աղբի պես ու երեսին չի նայում։ Եվ այս համարը հետաքրքրական է, որ Սաղմոս 2-ի խնդրանքների ճիշտ մեջտեղն է։ Հիանալի Աստծո խոսքը։ Գիտեք ինչու՞։ Որտեվ կյանքը հենց այդպես է։ Մեր սրբագործության կյանքի ընթացքում Աստծուն աղոթելու, Տիրոջը հետ ժամանակ անցնելու, նրան խնդրելու, Աստծո խոսքի վրա հիմնված հավատքի կյանքի պայքարի
թեժ պահին երբեմն ընկրկվում ենք։ Ճիշտ մեջտեղը։ Կարծես թե Աստված մոռացել է մեզ։ Բա ինչ եղավ։ Իսկան աղոթում եմ։ Կարծես թե Աստված ինձ չի լսում։ Եվ այդ են կարդում այստեղ։ Սա հիշեցնում է, որ մենք մարդ արարածներ լինելով, նույնիսկ հավատացյալներս, Աստծուն վստահողներս, Աստծուն հենվողներս մեր մարդկային տկարությունների եւ սահմանափակությունների եւ մեր զգացումներից քշված վիճակների ենթականերն ենք. We're always subject to this kind of a low points. Our emotions sometimes take over. Հավատացյալ լինելով մեր մարդկային զգացումները չենք կորցնում։ Մենք կատարյալներ չենք դառնում։ Հաճախ հալածանք կրելու պահին մեզ այնպես է թվում, որ Աստված մեր աղոթքը այլևս չի լսում։ Կամ միգուցե շատ ուրիշ անելիք ունի, ինձ մոռացել է, ես շարքի ետևն եմ, մի քանի 100,000 հոգի կա առջևս։ 911-ը կանչել եմ եւ ինձի հոլդի վրա է դրել Աստված։ Երբեմն զգում ենք, որ միգուցե Աստված մեզ լրիվ դեն է գցել։ Բայց սրանք մեր մարդկային տկար, տափակ, անուղիղ, սխալ, ծուռ, հակասուրկրային հասկացողություններն են, որովհետև սրանք մեր զգացումների հիման վրա եղած վիճակներ են։ Սրանք մեր շրջապատում անցուդարձներից ազդվող վիճակներից զգացումներ են։ Մեր զգացումները այդպիսի պարագաներում ազդվում են, իրականության չեն համեմատվում եւ իրականությունը լրիվ եւ ուղիղ եւ ճշգրիտ հասկանալու, մեկնաբանելու անկարող ենք լինում, որտեւ զգացումները այդպիսին են սիրելիներ։ Թեպետ մենք իրապես զգում ենք այդ տկարությունը, այդ տրտմությունը, բայց դա չի իրականություն, դա միայն մեր զգացումն է։ Հետևաբար, մեր զգացումները երբեք ու բնավ վստահելի չեն։ Do not go with your emotions. Պիտի ծախողես։ Պիտի սխալվես։ Սակայն հիանալին այն է, որ թեպետ Սաղմոս 2-ն իր մարդկային զգացումներն է արտահայտում, սակայն դրանցով միատեղ իր զգացումներից չի տարվում։ He doesn't get distracted. Իր հոգևոր կյանքի ընթացը եւ հաջորդ քայլերը այդ զգացումների վրա չի հիմնում, թեպետ զգում է։ Դրանց վրա չի հենվում, դրանց պատճառով իր աղոթքին եւ իր պայքարին կանգ չի տալիս, շարունակում է իր խնդրանքը։ Այդ զգացումներով հանդերձ դեռ Աստծուց մի ուրիշ բան է խնդրում։ Մեծ դաս կա մեզ համար սիրելիներ, մեծ դաս։ Մենք էլ նույնը անելու ենք։ Մեր զգացումները մեզ տակն ու վրա են անում, բայց մենք շարունակում ենք մեր հավատարմաբար Աստծուն խնդրելը, no matter what we feel։ Նա շարունակում է իր խնդրանքը եւ երրորդ համարի մեջ հիանալի խնդրանք է խնդրում Աստծուց։ Բանալի գաղտնիք է սիրելիներ այս խնդրանքը։ It's the foundation of all wisdom։ Բոլոր իմաստության ներքնահատակն է։ Տեսեք ինչ է խնդրում։ Աստծուց օգնություն խնդրելու ընթացքում նույնիսկ մերժված զգացումներով նա խնդրում է ասելով ուղարկիր քո լույսը եւ քո ճշմարտությունը։ Այսինքն երբ որ հալածվում ես, երբ որ նախատվում ես, երբ որ թվում է քեզ թե ամեն բան գլխիդ փուլ է գալիս, եւ զգացումներդ քեզ պարտության են ցույց տալիս, դու պիտի խնդրես Աստծո լույսը եւ Աստծո ճշմարտությունը, այսինքն նրա խոսքը։ That's where we have our safety.
Մեր ապահովությունը կարող ենք եւ մեր ուղղությունը պիտի ստանանք միայն մեկ աղբյուրից, նրա խոսքից։ Երբ որ հալածվում ես, ավելի մտիր խոսքի մեջ, ապահով կլինես։ Քիչ էիր կարդում, ավելի կարդա։ Քիչ էիր մտածում, ավելի մտածիր։ Քիչ էիր լսում, ավելի լսիր։ Քիչ էիր երգում Աստծո խոսքը, ավելի երգիր։ Քիչ էիր աղոթում Աստծո խոսքը, ավելի Աստծո խոսք աղոթիր։ Խնդրանքներդ պակսացրու, Աստծո խոսք աղոթիր։ Գիտեք ինչպես Աստծո խոսք աղոթել։ Սաղմոսի պես, ով Աստված, դու մեծ ես։ Դու սկսիր Աստծո ստորոգելիներից։ Հետո կտեսնես, որ քո զգացումներից սարերը կամաց անհետանում են, որտեղ դու մեծ Աստծուն ես պաշտում։ Երբ որ ամեն տեսակի սուտ զրպարտություններ են կատարում, երբ որ քո դեմը փորձություններ են կարկառվում, երբ որ զգացումներդ քեզ ուզում են ավելի տակն ու վրա անեն, խորացիր Աստծո խոսքի մեջ։ Որովհետև Աստծո խոսքը ճշմարտության լույսն է։ Մեր ամեն մի քայլափոխը մեզ ցույց պիտի տա։ Մեր առնելիք որոշումների ետևը կանգնող սկզբունքները մեզ պիտի բացահայտի։ Չի քեզ ասել ինչ արա, որտեղ գնա, ում հետ խոսիր, ինչ բառեր գործածիր, բայց սկզբունքները քեզ կտա ճշմարտությունը ասա, կտա սիրտ եղիր, ողորմած եղիր, ուղիղ եղիր, սուտ չասես, բամբասություն չանես։ Եսի մեծ տարբերություն կա, չէ՞։ Քո բոլոր խորհուրդներդ, քո բոլոր մտածմունքներդ, քո մտադրություններդ, քո շարժառիթներդ Աստծո խոսքին համեմատիր։ Ես կարող եմ այսպես մտածեմ, չէ, չեմ կարող մտածեմ։ Ուրեմն պետք չէ մտածեմ։ Անմիջապես don't blurt out, մի պորտկալ մի բան ասելու համար։ Սպասի։ Համեմատիր Աստծո խոսքին։ Հետո որոշիր ասեմ կամ չասեմ։ Անեմ կամ չանեմ, նույնիսկ թույլ տամ ես մտածեմ կամ չմտածեմ։ Այդ անելով քո խոսքերդ խոհեմությամբ կարտահայտվես, շարժառիթներդ ուղիղ կլինեն, արտահայտություններդ եւ նախադասություններդ իմաստությամբ կլինեն, բոլոր վարմունքներումդ սրբությամբ կարող ես վարվել ու մեղքի մեջ չես ընկնել եւ կարող ես այն ժամանակ Աստծուն ասես ինձ քննիր առանց վախի։ Սաղմոս 119:41-ի մեջ Turn to Psalm 119. Մի քանի համարներ պիտի կարդամ։ 119-րդ Սաղմոս 41-րդ համար Դավիթն ասում է. Տեր, թող քո ողորմությունը գա ինձ վրա եւ քո փրկությունը քո խոսքի համեմատ կամ քո խոսքիդ պես։ Այսինքն քո ազատությունը քո խոսքիդ համեմատ է ինձ վրա գալու։ Քո խոսքն է, որ ինձ ազատություն պիտի բերի։ Ես քո խոսքիդ վրա հենված է, որ պիտի ազատվեմ այս իմ հալածանքից։ Ապա ես կպատասխանեմ ինձ խոսքով նախատողներին, որովհետև քո խոսքին եմ հուսացած։ Ինչպես ես ուզում պատասխանես, երբ որ մեկը քեզ խոսքով նախատում է։ Ինչ ասեմ։ Դու ինձ ես ասեցիր, ես 10 կդրեմ վրան հետ կվերադարձնեմ։ No. Դու պիտի մտածես, որպես հավատացյալ, ես ինչ եմ կարող գործածեմ, ինչ հարմար առիթ սրան Աստծո խոսքը խոսեմ, բայց որտեղից խոսեմ։ Ասում է քո խոսքին եմ հուսացած եւ խոսքով կպատասխանեմ խոսքիդ հուսալով։ Տեսեք 14-րդ համարի մեջ։ Ապա քո օրենքը կպահեմ ամեն ժամանակ հավիտյանս հավիտենից եւ լայնարձակ կգնամ, այսինքն կազատվեմ, հանգիստ կքայլեմ, որովհետև քո պատվիրանները խնդրեցի եւ քո վկայությունների համար կխոսեմ թագավորների առաջին եւ չեմ ամաչիլ։ Նույնիսկ երբ որ քեզ հանեն տանեն պատասխանատու անձերի առջև, հռչակավորների, համբավորների առջև, իշխանավորների, պետությունների առջև, դատարանների առջև, ես եղել եմ մի քանի շաբաթ առաջ այնտեղ էի։ Ասացին դու այս ճշմարտություն ես ասում, այո, ասացի, ահա թուղթը, ահա փաստը, ահա սրա ասածը եւ ինչ որ եղավ։ Դուք համեմատեք։
Սա սրան չի կարդում, ուրեմն սա սուտ է, և Աստծո խոսքի մեջ ինձ պատվիրված է, որ ես սուտ չեմ կարող խոսել, վերջացավ գնաց։ Դատավորն էլ լռեց, դատապաշտպանն էլ լռեց, դատախազն էլ լռեց։ Ինձ ասում դուք բարակ համեցեք դուրս։ Վերջացավ գնաց հարց։ Նայեցեք 51-րդ համարին։ Ամպարտավանները ինձ վրա շատ ծաղր են անում, բայց ես քո օրենքիցը չեմ ծռվում։ Տեր, հիշում եմ քո իրավունքները հավիտենից և մխիթարվում եմ։ Մխիթարվելը միայն սփոփանք չէ, այլ նաև զորանում եմ։ I get empowered. I get comforted. 69-րդ համարին նայեցեք, Սաղմոս 119-ի մեջ ենք։ Ամպարտավանները սուտ են հնարում ինձ վրա, ես բոլոր սրտով կպահեմ քո պատվիրաններդ։ 78-րդ համարին։ Ամպարտավանները թող ամոթ լինեն, որովհետև զուր անիրավություն գործեցին ինձ վրա, բայց ես քո պատվիրանների վրա եմ մտածում, ոչ թե իրանց ասածների վրա։ Գիտես ինչ ասացին ինձ այն օրը։ Չեմ կարողանում տանեմ։ Այդ մարդը ինձ ինչ սուտեր ասել։ Ինչ ուզում են թող ասել։ Դու ինչու ես քո ժամանակը տրամադրությունը մտային ուժը գործածում այդ ստերի վրա կենտրոնանալով։ Դու կենտրոնացիր Աստծո խոսքի վրա։ 89-րդ համար։ Թող իմ սիրտը անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ 105-րդ համար։ Որովհետև այս որովհետևը, որ կարդում եք այս շատ լավ իմացած համարի մեջ, այս որովհետև այս վերը կարդացված համարների հիման վրա է։ Որովհետև ասում է խոսքդ կկարդամ, խոսքիդ վրա կմտածեմ, խոսքովդ պատասխան կտամ, խոսքդ ինձ կազատի, խոսքդ ինձ կզորացնի։ Why? Խոսքդ ուղարկիր, why? Որովհետև քո խոսքը ճրագ է իմ ոտների համար և լույս իմ ճանապարհների համար։ 110-րդ համարին։ Ամպարիշները որոկայթ դրին ինձ համար, բայց ես քո պատվիրաններից չեմ մոլորվում։ Այս է մեր ապահովությունը, սիրելիներ։ Հավատքի կյանքի մեջ չար մարդկանցից անիրավություն, սուրճ զրպարտություն, հալածանք կրելու ընթացքին ինչ ես անում։ Երկրորդ Սաղմոս 2-ի ներկայացրած խնդրանքը տեսնելուց հետո երկրորդ կետում նրա խնդրածքի արդյունքն ենք տեսնում։ Երրորդ համարից երկրորդ կիսուց կարդում ենք. ուղարկիր քո լույսը և քո ճշմարտությունները, դրանք առաջնորդեն ինձ և տանեն ինձ դեպի քո սուրբ սարը և դեպի քո բնակարանները և մտնեմ դեպի Աստծո սեղանը։ Այս համարների մեջ տեսնում ենք, որ Սաղմոս երկողը իր ուղարար կյանքի պատճառով անիրավ մարդկանցից հալածվում էր, բայց դրանով հանդերձ նա Աստծուն աղոթելով, Տիրոջը խոսքին և ճշմարտությանը հենվելով մի հիանալի արդյունք է վայելում։ Նա ասում է. լույսի նման պայծառ, լույսի նման ուղղություն ցուցադրող, լույսի նման ապահովություն և իմաստություն տվող Աստծո խոսքին հետևելով, նա պիտի կարողանար Տիրոջ սուրբ, խաղաղարար, առատ և հագեցնող ներկայությունը վայելել։ Սեղան այդ է նշանակում։ Դուք երբ որ սեղան եք գալիս նստում, ի՞նչ եք ակնկալում։ Ամեն անգամ, որ մեր տանը ընթրիքի սեղան է բացում տիկինս, ես ակնկալում եմ, որ պիտի այնտեղ լավ ժամանակ ունենամ։ Ինչու, որտեվ գիտեմ, որ համեղ կերակուրներ պիտի սեղանի վրա։ Right? Ակնկալությամբ գալիս ես և հագեցումով վերադառնում ես, օխ, հանգիստ կերանք։ Նույնն էլ այստեղ Սաղմոս 2-ն ասում է նրա սեղանը պիտի մտնեմ։ Այսինքն պիտի հագենամ, պիտի կշտանամ, իմ պետքս պիտի լցվի, պիտի ուրախանամ, պիտի խաղաղվեմ։ Նա վկայում է, թե Աստծո խոսքն է, որ հավատացյալին իր կրած նեղության պահին, Աստծուց մոռացված զգացումներով պաշարված պահին, դեն գցված զգացումով եղած ժամանակում Աստծո խոսքը մեզ Աստծո ներկայության է բերում։
նրա սարի վրա է բարձրացնում, բարձրունք է բերում մեզ, բարձրացնում է մեր տիղմոտ, ցեխոտ փոսից, տանում է Տիրոջ ներկայության մեջ։ Եվ այնտեղ այն մինչև բարձրյալն Աստծո երկնային գահին է մոտեցնում Տիրոջ խոսքը։ Սիրներ, երբ որ մենք Աստծո խոսք ենք կարդում, երբ որ Աստծո խոսք ենք սերտում, մոտենում ենք հենց Աստծուն, որովհետև Աստծո խոսքը մեզ բացահայտում է, թե ով է Աստված, ինչ է անում նա, ինչպես է աշխատում նա, ինչ է պահանջում մեզանից եւ մենք ինչպես ենք կարող նրան ճանաչել, սիրել, նրանից փրկվել, նրան պաշտել, ծառայել եւ մեր կյանքը նրան նվիրել եւ նրանից օրհնվել եւ նրան փառաբանել։ Նամանավանդ նեղության եւ հալածանքի ընթացքում Աստծո խոսքը մեզ դիմացկանություն է տալիս։ Աստծո խոսքը մեզ նորոգում է։ Աստծո խոսքը մեզ մեղքից հեռու է պահում։ Աստծո խոսքը մեզ հոգևոր պայքարի մեջ զինում է, equips us։ Աստծո խոսքը փորձության վրա մեզ հաղթություն է տալիս։ Տեր Հիսուս այդպես արավ Աստծո խոսքի հետ։ Աստծո խոսքը մեզ հանդիմանում է մեր սխալ եւ ծուր ժամանակում ուղղում է։ Աստծո խոսքը մեզ ամեն բարի գործերի համար պատրաստում է, կահավորում է, gives us whatever we need for good works։ Աստծո խոսքը մեզ իգին ամեն բանի ավելի Աստծուն հաճեցնելու, քան թե մարդկանց քաջություն է տալիս։ Աստծո խոսքը մեզ զորացնում է, մեզ երկնային իմաստություն է տալիս, մեզ խաղաղություն է բաշխում, մեր վախերը եւ կասկածներն է փարատել տալիս, մեր հավատքը հիմնավորում է, մեզ ուղիղ անելու իշխանություն եւ համարձակություն է տալիս, իդեպ բոլոր հակառակության։ Աստծո խոսքը մեզ ճշմարտությունը սիրով խոսելու կարողություն է տալիս եւ նաեւ ճշմարտությունը սիրով ապրելու համարձակությունով է լցնում։ Նույնիսկ Աստծո խոսքը մեզ գիշերվա մեջ երգել է տալիս։ Աստծո խոսքը երբ հնազանդում ենք, մենք ենք օրհնվում եւ ամենալավը Աստված է փառավորվում։ Մի խոսքով, Աստծո խոսքը մեզ երկրի վրա երկնային կյանք վայելելու եւ Աստծո ներկայության մեջ գտնվելու հնարավորություն է տալիս։ Դրա համար ասում քո սուրբ սարը կբարձրանա։ Դրա համար Աստծո խոսքը խիստ պատվական է, չափազանց արժեքավոր է, անչափ էական է, it's essential, անհրաժեշտ է, կարևոր է։ Առանց Աստծո խոսքի անհնար է փրկվել, ուր մնաց որ Աստծո ներկայությունը, զորությունը, օրհնությունը, սքանչելությունը վայելել։ Սաղմոս 138-ի մեջ երկրորդ համարում Դավիթն ասում է Աստծուն. դու քո խոսքը քո բոլոր անունից ավելի վեր դասեցիր։ Այսինքն եթե խոսքը մեզ տրված չլիներ, մենք երբևիցե Աստծուն չենք կարող ճանաչել, ուր մնաց որ նրան կարողանայինք հաճեցնել կամ փառավորել, կամ նրա ներկայության մեջ գտնվելու որևէ արժանիք ունենալ։ Ուստի մեզ համար Աստծո խոսքն է, որ մեզ Աստծուն է առաջնորդում։ Երրորդ եւ վերջին կետում Սաղմոս 2-ի վճռակամությունն ենք տեսնում, his resolve, հիմա ինչ պետք է անեմ։ Okay, հասկացա, խնդրանքը ներկայացրեցինք, արդյունքը տեսնում եմ, պետք է վայելեմ։ What am I supposed to do now? So what? Resolve. Վճռակամություն։ Այսինքն տեսնում ենք, որ հիմա մի բան ունենք անելու, մի որոշում ունենք կայացնելու։ Ասում է, ես մտնեմ դեպի Աստծո սեղանը իմ ուրախության եւ ցնծության Աստծո մոտ եւ կգոհանամ քեզանից քնարով, ով Աստված իմ Աստվածս։ Եվ ինչու տրտում ես ով իմ անձը, ինչու շփոթված ես ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետեւ դարձյալ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկություն եւ իմ Աստվածն է։ Նկատի առեք, թե ինչպես այս հալածված հավատացյալը ասում է, ես Աստծո սեղանը պիտի մտնեմ։ Այսինքն ես ներքնապես, հոգեպես, Աստծո ներկայության մեջ պիտի գնամ։ Պիտի չսպասեմ, որ մեկը ինձի օդից կախ տա, որ ես ուտեմ։ Ես պիտի գնամ։ Մենք բան ունենք անելու մեր սրբագործության կյանքի մեջ սիրելիներ։
Մենք պարտականություն ունենք անելու։ Մենք պետք է Աստծո խոսքը սարքենք, կարդանք, պաշտամունքի մասնակցենք, աղոթենք, ակտիվ գործոն դեր ունենանք մեր հավատքի կյանքի մեջ, թե ոչ չենք աճի, կմնանք կաճաճ։ Ասում է ես պիտի այնտեղ գնամ, Աստծուց պիտի կշտանամ, Աստծուց խաղաղություն, հագեցում, հանգստություն, սնունդ, կորով, ուժ, դիմացկանություն պիտի ստանամ։ Եվ ես մտադրված եմ այնտեղ լինել։ Այնտեղից ուտել, այդ սեղանից խմել, այնտեղ նորոգվել, վերահաստատվել, շարունակել իմ առօրյայի մեջ, իմ տկարությունների մեջ, իմ վշտերով անգամ քեզ փառաբանեմ։ Նաև ոչ թե միայն նա որոշել է հագենալ, նորոգվել, այլ վճռակամաբար, տեսեք, նույնիսկ հալածանքի պահին, նեղության ժամանակ, այս հավատացյալը, թեպետ իր հալածանքը դեռ չէր վերջացել, անցնում էր միջից, բայց նա որոշել էր, որ իր բոլոր կացությամբ նա Տիրոջը քնարով պիտի երգեր եւ փառաբաներ։ Երբեմն հավատացյալներ գալիս են եկեղեցի 31-4-5 մետր կաղ։ Ինչ ա եղել։ Չես իմանում ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Ու սկսվում է երկար բարակ պատմել։ Okay, հասկանալի է, դժվար է, ցավալի է, արցունքոտ ենք, լացում ենք։ Բայց մենք գալիս ենք, հենց դրա համար ենք գալիս եկեղեցի, որ Աստծո առջև փառաբանություն բարձրացնենք եւ երբ որ մենք Տիրոջը փառաբանում ենք, սիրելիներ, Աստված մեզ նորոգում է, մեր փրկության ուրախությունը մեզ վեր է վերցնում։ Տիրոջ գահին է մոտեցնում։ Ասում է ես քնարով, երաժշտությամբ, փառաբանության երգերով քեզ պիտի օրհնեմ, ով Աստված, ինչ, իմ Աստվածս։ Իմ երեսիս փրկությունը, իմ լույսս, անձնականացնում է այս Աստծո օրհնությունը իր պարագայի մեջ եւ այս վճռակամ որոշում է կարիք ունի մեզնից։ Սա ինքն իրեն չի լինում, սիրելիներ։ Հիմա մենք մեզ պիտի նայենք, մեր կյանքը պիտի քննենք ու տեսնենք, թե արդյոք մեր կյանքը այսպիսի վիճակներից անցնելու ընթացքում մենք մեր առօրյայում ինչ որոշում ենք տալիս։ Երբ կերպ հալածանքներից ենք անցնում, մենք որոշում տալու կարողություն ունենք։ Մեր ազատագրված կամքը Տեր Հիսուսի մեջ որոշում տալու հնարավորություն ունի։ Մենք կարող ենք կամ մնալ մեր հալածանքի տակ ընկճված, բարկացած, վհատված, frustrated, հուսահատված, Աստծո եւ մարդկանց վրա ճղայնացած եւ ինչուներով լեցուն հարցումներ, ինչու եղավ, ինչու չեղավ, ինչու դա այսպես էլ չէր լինի, ով Աստված ինչու եւ ինչու եւ այդպես միշտ գնալ գալ երեսը կախ։ Դա մեկ տարբերակն է եւ այդպես հավատացյալներ շատ կան։ Ցավոք սրտի, որտեղ չեն հանդիմանվում, որտեղ Աստծո խոսքը չեն կարդում, որտեղ մեկը չի բարձրանում իրենց ասած, որ դու սխալվում ես այստեղ, սիրելիս։ Հալածանք կրելու ընթացքին թեպետ մենք լացում ենք, թեպետ վշտանում ենք, թեպետ նեղություն է գալիս, թեպետ տրտմում ենք, թեպետ զգում ենք, որ Աստված մեզ դեն է գցեցնք, բոլոր իրականություն են։ Բայց մի ուրիշ տարբերակ էլ ունենք։ Կարող ենք այս սաղմոսից ուսուցանված հալածանք, դժվարություն, նեղություն կրելու ընթացքին մեր խնդրանքը Աստծուն ներկայացնել։ Հետո այդ խնդրանքի մեջ եղած ճշմարտությանը հենելով Աստծո խոսքի լույսով առաջնորդվել։ Հետո էլ դրա հիման վրա որոշում կայացնել, որ մենք Տերոջ ներկայության սեղանին պիտի մասնակցենք։ Նրա ներկայության մեջ պիտի գտնվենք, նրա խոսքը պիտի կարդանք, նրան պաշտողների հետ միասնաբար պիտի լինենք։ Նրա տունը պիտի մտնենք, անկախ մեր պարագաների նրան պիտի պաշտենք, սիրենք, ծառայենք եւ մեր փրկության ուրախությամբ պիտի ուրախանանք, պիտի օրհնենք Աստծուն, որովհետեւ նա է մեր կյանքի Աստվածը, նա է մեր կյանքի Տերն ու Տիրականը, մեզ փրկագնողը, մենք նրան ենք պատկանում։ Եվ այս գերիշխանը, այս ամենակալը մեզ պիտի զորացնի մեր բոլոր պարագաների մեջից անցած ժամանակ։ Հարցը այս է. դու ինչ պիտի որոշես։ What are you going to decide? Պետրոս առաքյալը առաջին Պետրոս 4:12-ից այսպես է քաջալերում մեզ։ 1 Peter 4:12 Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար է լինում, իբրև թե մի օտար բան է պատահում ձեզ, այլ ուրախ եղեք,
Իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք, բայց եթե նախատվիկ Քրիստոսի անվան համար, երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեր վրա։ You know that? Նրանցից հայհոյվում է, բայց ձեզանից փառավորվում է։ Այս պատճառով է, որ Երեմիա մարգարեն, Երեմիա 17:7-ից այսպես է գրում, պիտի վերջացնեմ այս համարով։ Jeremiah 17:7 Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, եւ Տերն է նրա հույսը, նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ, նա իր արմատները կծգե գետի մոտովը եւ չի տեսնել տաքությունը եկած ժամանակը, այլ նրա տերևները կանաչ կլինեն եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։ Տերը այս անի յուրաքանչյուրիս բաժինը իր փառքի համար։